եթե մարդը ուզում է հարաբերություն, ինքը այդ հարաբերությունն ունենալու է, եթե դուք ասում ես հեսա սիրուն ստորիներ կանեմ, որ ինքը տեսնի, ասում ինքը տեսել է, ինքը գիտի, որ դու սիրուն ես, ինքը պրոստը չի ուզում քեզ այդ պահին, կամ վաղը, կամ այսօր։ Այսինքն մարդուն չես կարա ցույց տաս ավելին, քան արդեն ակնհայտ է։ Ու էլի իմ խորին համոզում եմ, երբ մարդիկ հարաբերությունների մեջ են, նել 6 ամսում ինձ թվում է մաքսիմում մի տարում абսոլютно հնարավոր է հասկանալ նախ դու այդ մարդու հետ ուզում ես էլի ամուսնանաս թե չէ, հա, կյանք, հա, ու ինքը ուզում է թե չէ։ Իսկ կարանք պրոստը 6 ամիս հետո շարունակենք մնանք այն մտքին, որ մենք շարունակում ենք չուզենանք ամուսնանանք։ Ես խոսում եմ պարադիգմում, երբ երկուսը ուզում են։ Հա, միանշանակ 6 ամիսի ճիշտ ես ասում։ Մարդիկ սկսում են հստակ կոմունիկացիա, չեմ ուզում, դա թողում ենք մի կողմ։ Երբ նման կոմունիկացիա չկա, 6 ամսից մի տարի, այդ ավելի քան հստակ է, այդ մարդու հետ դու ուզում ես քո ընտանիքը կազմել, թե չես ուզում։ Այդ չի ժամը մի տարի հետո պետք է ամուսնանական պայման, հա, այդ հա, գիտի ես հասկանում ինչ ես ասում։ Ինչ որ էվոլյուցիա պետք է ապրի այդ հարաբերությունն այլևս դրանից հետո, հա, թե ֆորմատի, թե ինչ որ նպատակների, գործողությունների, չէ, դա տրամաբանական հանգուցալուծություն է, եթե երկու հոգի ուզում են այդ հանգուցալուծումը լինի, հա։ Եթե դրանից ավել է, այս կողմ, այն կողմ այտենց մեկին ճանաչում եմ, ասում էր, բանը, սերը 3 տարվա սրոկ գոտնություն, եթե 3 տարուց հետո չի մարում, ուրեմն իրավանին համոզվում 3 տարի պետք էր հարաբերությունների մեջ մնալ, նոր ջոկել, այդ դրանից ավել bullshit, ես կյանքում չէի լսել, չկա տենց բան, մարդը հստակ հասուն գիտակից մարդը 6 ամսում, մաքսիմում 10-12 ամսում հստակ հասկանում են, ինքը ուզում է, թե չի ուզում, եթե չի ուզում, այդտեղ սկսվում է, ես պատրաստ չեմ։ Բայց դու մի գնա, դու մնա։ Մի օր կարող է ուզել։